Microsoft կորպորացիան և մեր երկրի կառավարությունը միանգամից 4 փաստաթուղթ ստորագրեցին, դրանով հաստատելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի գերազանցությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Առաջին համաձայնագրով երկու կողմերը հստակեցրին հետագա համագործակցության մասին պատրաստակամությունը։ Այսինքն նախկինում մեր ունեցած արդեն տասնամյակի պատմություն ունեցող համաձայնագրի թարմացումներ։ Հանդիսավորությամբ հեռավոր Եվրոպայում 2006-ին կնքված համաձայնագրով պաշտոնապես մուտք գործելով մեր երկիր Microsoft-ն ահռելի ներդրում է ունեցել բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, իսկ ամենանշանակալին ինովացիոն կենտրոնի բացումն էր, որը 2012 թվականին ճանաչվել է աշխարհի 4 լավագույն կենտրոններից մեկը։ Այս գրասենյակի բացումից ի վեր տեսել ենք, որ տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ տեղական գործընկերների ընդգրկուն ցանց է կայացել, որոնք նպաստել են տնտեսական ակտիվությանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ամեն տարի այս կենտրոնը շուրջ 2500 ուսանողի համար այնպիսի վերապատրաստում է ապահովում, որ նրանց 70-80%-ն աշխատանքի է տեղավորվում, իսկ ավելի քան 200 սկսնակ ձեռնարկություններ մասնակցել են տեխնոլոգիական միջոցառումներին։ Մենք հատկապես կարևորում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը և Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններին արտոնյալ պայմաններով Microsoft լիցենզիոն ծրագրային ամբողջական փաթեթների տրամադրումը։ Մեկ այլ համաձայնագրով Microsoft-ը նպատակ է դնում մեր երկրում տարածաշրջանային ինովացիոն կենտրոն բացել, որը խոստանում է, որ աշխարհի տարբեր երկրներում գտնվող իր 100 կենտրոնների շարքում լավագույն 10-ից մեկը կդառնա։ Դրան կհետևեն հաջորդ պայմանագրերը։ Դա անպայման տեխնոլոգիաների և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումն է, և չորրորդը դա մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում համագործակցությունն է, որը իրականում վերաբերվում է իր պրակտիկ կիրառման մեջ հնարավորինս շատ լիցենզիոն ծրագրերի օգտագործումը Microsoft-ի ծրագրերով։ Բիզնես դաշտում այս համաձայնագրերն ուղերձ են նշանակում հնարավոր ներդրողներին, որ մտավոր սեփականությունը Հայաստանում պաշտպանվում է կառավարության մակարդակով, և դա Հայաստանին ավելի ճանաչելի է դարձնում, մեր տնտեսության վարկանիշը բարձրացնում ու դիրքավորում է ավելի բարձր մակարդակներում։ Միացյալ Նահանգների դեսպանը սա մեկնաբանում է որպես բիզնեսը ճիշտ ճանապարհով ծավալելու քայլ։ Կարիք չկա նշելու, որ մտավոր սեփականության իրավունքները դարձել են ցանկացած ժամանակի տնտեսության անկյունաքարը։ Առանց մտավոր սեփականության և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության նորարարությունը դեռ սկիզբ չառած խափանվում է։ Կրթության նախարարի հետ ստորագրված համաձայնագրով Microsoft-ն իր պատրաստակամությունը հաստատեց հանրակրթության համակարգում աջակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ, արտոնյալ պայմաններով համակարգչային ծրագրերի պատշաճ լիցենզավորում կիրականացվի։ Մենք ընդլայնելու ենք վերապատրաստման և կադրային աշխատանքները, օժանդակելու ենք անհատներին և ընկերություններին մեր բջջային և օնլայն նորարարություններով, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր և աշխարհի մակարդակով մրցունակ տեխնոլոգիական նոր ընկերություններ ստեղծվեն։ Մինչև համաձայնագրերի ստորագրումը վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Microsoft-ի կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը, պարզաբանել, որ Հայաստանի կառավարության համար ՏՏ-ն գերակաճյուղ է, իսկ սկսնակ ձեռնարկություններին հարկային արտոնություններ են տրամադրվում օրենքի մակարդակով։ Հայաստանում Microsoft ինովացիոն կենտրոնի հենքով տեխնոլոգիական լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումը էապես կնպաստի Հայաստանի կայուն դիրքավորմանը տարածաշրջանում, որպես բջջային հավելվածների մշակման, անպային և անվտանգության ոլորտներում նորագույն տեխնոլոգիական լուծումների առաջարկող երկիր։ Պաշտպանության նախարարի հետ ստորագրված համաձայնագրով տեխնոլոգիական հսկան կաջակցի Հայաստանում կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծմանը, նաև խթանելով մեր երկրի պաշտպանության համակարգում նորագույն տեխնոլոգիական լուծումների մշակմանն ու ներդրմանը։ Կենտրոնը կապահովի նաև տվյալների հասանելիությունը կիբեռհանցագործություններին դիմագրավելու համար, իսկ տնտեսության վրա ռեզոնանսը կանխատեսվում է, որ երկար չի սպասեցնի։ Մենք կարծում ենք, որ տեղի ձեռնարկությունների համար այսպիսով ավելի հասանելի կդառնան միջազգային շուկաները և կավելանան այն վայրերը, որտեղ կցանկանան լումա ունենալ տնտեսական զարգացման գործի մեջ։ Համաշխարհային հսկայի Microsoft-ի քաղաքականության ակնհայտ ընդլայնումը և մեր երկրում նոր մասշտաբային ծրագրերի մեկնարկը հնարավոր են դարձրել Microsoft-ի երևանյան գրասենյակի այս թիմը, կառավարության թիմը, ինչպես նաև ոլորտի տասնյակ հազարավոր մրցունակ մասնագետների բանակը։ Նրանց շնորհիվ է Microsoft-ը Հայաստանը համարել տարածաշրջանում ամենահեռանկարայինը, աշխարհում եղանակ ստեղծողներից մեկն ու պատրաստվել նոր ներդրումների։ Արմինե Ուդումյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։